Մարդու իրավունքների պաշտպանի 2024-ի գործունեության շնորհիվ վերականգնվել է 1600 անձի իրավունք, հրապարակվել է ավելի քան 900 էջանոց տարեկան հաղորդումը, ներկայացվել են մարդու իրավունքներին վերաբերող գրեթե բոլոր ոլորտները, անդրադարձ կա հավաքների ազատությանը, հավաքների ընթացքում մարդու իրավունքների առերևույթ խախտումներին, գործերի քննության պատշաճ իրականացման, պատասխանատվության անխուսափելիության հարցերին։ Նաև հրապարակել ենք խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների և բացահայտած խնդիրների վերաբերյալ տարեկան զեկույցը 2024 թվականին վերաբերելի, և այս երկու փաստաթղթերն ըստ էության ամբողջությամբ ցույց են տալիս ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված աշխատանքները, այլ այն բոլոր ոլորտները, որտեղ տարատեսակ խնդիրներ են արձանագրվել։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի ձևերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերի կանխարգելմանը։ Անահիտ Մանասյանը ընդգծեց իրավահավասարության և հակախտրականության ոլորտում նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված աշխատանքը, կարևոր համարելով երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Շատ կարևոր անդրադարձ ունենք անձնական տվյալների պաշտպանության իրավունքին և դրան առնչվող Հայաստանում առկա խնդիրներին, որովհետև բազմաթիվ են խնդիրները, և դարձյալ անդրադարձեր օրինակ կալանքի կիրառման ընդհանուր պրակտիկային, որը մենք տարիների կտրվածքով ուսումնասիրում ենք, դարձյալ նախորդ տարի նոր մեթոդաբանությամբ էինք ուսումնասիրել, այս տարի էլ խնդրահարույց որոշակի պրակտիկայի հետ կապված հարցեր ենք քննարկման առարկա դարձնում։ Ուշադրության կենտրոնում է սոցիալ-տնտեսական ոլորտի սահմանամերձ բնակավայրերում բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, ներկայացվել են լրագրողների մասնագիտական գործունեության երաշխավորման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։ 2024 թվականին պաշտպանին ուղղված դիմումների թիվը ավելացել է։ Մանասյանը կարևորում է խնդիրների համակարգային լուծումը, նշելով ոլորտները, որտեղ ըստ նրա անհրաժեշտ են շուտապույտ բարեփոխումներ։ Կուզենամ հատուկ շեշտել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, հատուկ միջոցների կիրառման հետ կապված խնդիրը, որը իհարկե տարիների կտրվածքով լուրջ զարգացումներ ունեցել է, բայց միևնույն է դեռևս շարունակում է խնդրահարույց լինել։ Առկա յուրաքանչյուր դեպքով, երբ պետական մարմնի ներկայացուցչի կողմից վատ վերաբերմունք դրսևորելու կամ բռնություն գործադրելու հետ կապված որևէ ահազանգ է լինում, այս գործերի քննությունը լինի շատ պրոֆեսիոնալ, լինի անհապաղ և միջազգային չափանիշներին համապատասխան։ Թեև պետության ուշադրությունը մեծացել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ, բայց դեռևս խնդիրներ կան։ Ըստ պաշտպանի կանոնակարգման կարիք ունեն հանրային աղմուկի, շենքերի կառուցման, քանդման հարցերը։ Իրավունքների պաշտպանության խնդիրները լուծում են պահանջում նաև ազատազրկման վայրերում, հոգեբուժական խնամքի հաստատություններում։ Անդրադառնալով պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության զեկույցին, Մանասյանն առաջին հերթին ընդգծեց ազատազրկման վայրերում պահման պայմանների հետ կապված խնդիրները։ Խոսացի խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության մասին։ Կարծում եմ այս առումով առկա են խնդիրներ Հայաստանում, մասնավորապես այն տեսանկյունից, որ թեև զարգացումը այն դիտանկյունից է եղել, որ սովորաբար այս դեպքերով վարույթներ նախաձեռնվում են, բայց գործերի քննությունը կարծում եմ դեռևս ամբողջությամբ չի իրականացվում այն չափանիշներով, որոնք տարբեր միջազգային սկզբունքներ են ենթադրում։ Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը առաջին անգամ առանձին բաժնով ներառում է ՄԻՊ 2023-ի գործունեության վերաբերյալ առաջարկների կատարման արդյունքը։ Իրավասու մարմիններին ներկայացվել է 382 առաջարկ, կատարվել է 12%-ը, հաշվի առնելով կատարված որոշակի քայլերը, 48%-ը գնահատվել է մասնակի կատարված։ 24 թվականի գործունեության վերաբերյալ ծոկություն մենք ունենք 492 առաջարկ։ Հիմնականը վերաբերվել է հոգեբուժական հաստատություններին, քրեակատարողական հիմնարկներին, դատարանի խցերում պահվող անձանց ժամանակավոր պահման վայրերին, ձերբակալված անձանց պահելու վայրերում, անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, վերաբերվել է տրանսպորտային միջոցներին և սոցիալական խնամքի հաստատություններում։ Զեկույցում դուք կտեսնեք արդեն որոշ հարցեր, որոնք լուծվել են տարվա ընթացքում։ Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցը ուղարկվել են խորհրդարան։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։